Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Ասում է ամենակալ Տերը, ում եմ նայելու ես, եթե ոչ հեզերին ու խոնարհներին եւ նրանց, ովքեր դողում են իմ խոսքից։ Բայց անօրենը, որ ինձ ես է զոհաբերում, նույն է թե մարդու գանգ է ջախջախում։ Իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույն է թե շուն է մորթում։ Իսկ նա, որ նաշի է ծնծայաբերում, նույն է թե խոզի այլուն է թափում։ Իսկ նա, որ հիշատակների խնկալման համար կնդրուկ է մատուցում, նույն է թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները եւ իրենց այն գարշելի բաները, որոնք անխորժելի են իրենց հոգիների համար։ Պատարագի ընթացքում, երբ որ նախատեսել էի այլ խոսք, այլ քարոզ պատրաստել, ասելու կամ խոսելու համար, Սուրբ Հոգու ներդաշնակությամբ, Սուրբ Հոգու շնորհով եւ մղմամբ պատահական միտքս եկավ Եսայի մարգարեի 61-րդ գլխի այս խոսքերը։ Երբ որ Տերն ասում է, իրականության մեջ նայեք, ասում է, ում եմ ես նայելու, ում եմ ընտրելու։ Ըստ ձեզ, իբրև հավատացյալ Աստծո ժողովուրդ, իրականության մեջ պարզ ճակատ կանգնելով Տիրոջ առաջ պետք է մտորենք եւ խոսենք։ Աստծո հետ ասելու. Տեր, առհասարակ ում ես դու ընտրում։ Եվ իրականության մեջ ինքներս մեզ էլ, երբ փորձենք հարց տալ, պետք է այս նույն հարցը տանք ինքներս մեզ ասելով. Եթե մենք իբրև մարդ, որ գոյություն ունենք այս աշխարհի վրա, իբրև արարածներ, որ Աստծո արարածներն ենք, Աստծո պատկերով ստեղծված մարդիկ ենք, եւ իբր թե համարվում ենք Աստծո պատկերով առաջագործված էակներ ես երկրի վրա, եւ հետևում ենք Աստծուն եւ պատկանում ենք Աստծուն եւ Աստծուն ենք ծառայում, եւ ուզենք չուզենք պարտական ենք լինելու Աստծուն։ Լավ, այս դեպքում ում է նայելու Աստված, ում է ընդունելու Աստված։ Ամենապարզ, ամենաշիտակ հարցադրումն է։ Իբրև քրիստոնյա ինքներս մեզ էլ որ կանգնենք հայելու դիմաց այս հարցը տակ, ասենք ով եմ ես։ Այս հարցը անմիջականորեն առնչվում է այսօրվա Եսայի մարգարեի 61-րդ գլխի այս հարցադրման հետ։ Աստված ում է նայելու հատկապես։ Ում մեջ է տեսնելու իր զավակին, իր դստերը։ Պարզ տրամաբանական հարց է։ Նույն հարցն է, թե դարձյալ ասում եմ, եթե կանգնես հայելու առաջ ասես, ով եմ ես։ Հիմա քննենք, տեսնենք, թե իրապես Աստված իր հավատացյալ ժողովրդի մեջ, իր առաջադուրության մեջ, իրոք ում է նայում, ում կարող է ընտրել, նա ով որ հեզ է, բնականաբար, ով որ խոնարհ է, ով որ նվիրյալ է, ով որ կատարում է Աստծո պատգամները, ով որ առաջորդում է Աստծո կանոններով, Աստծո կամնադրությամբ եւ բոլոր այն պատգամներով, որ ասում է Հիսուս Քրիստոս, գնացեք, ավետարանեցեք ամբողջ աշխարհին, մկրտեցեք նրանց Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, սովորեցրեք նրանց այն բոլոր պատգամներն ու պատվիրանները, որ ես ձեզ տվեցի, եւ ասեք, որ պահեն ու պահպանեն այդ ամենը մինչեւ աշխարհի վաղճան, մինչեւ որ ես պիտի գամ։ Եվ ասում է, Աստված բնակվում է հեզերի, խոնարհների եւ նվիրյալ զավակների մեջ, ովքեր որ ենթակա են Տիրոջ ողորմությանը, հետևում են Տիրոջ օրենքներին, հետևում են Տիրոջ կանոններին։ Այստեղ է, որ Աստված ամփոփում է իր խոսքը։ Ով ես դու եւ ինչպես է Աստված քեզ ընտրելու։ Եթե որևէ մեկը իր կյանքում Զախորտության մեջ է, փորձության մեջ է, դժբախտության մեջ է, ցավի մեջ է, դառնության մեջ է, խռովության մեջ է,
Ուրեմն այս հարցը պետք է տա նախ եւ առաջ ինքը իրեն, ով եմ ես, եւ եթե ես իբրև քրիստոնյա եմ, իբրև թե ես ճշմարիտ քրիստոնյա եմ, արդյոք Աստված ընտրել է ինձ։ Եթե Աստված ընտրել է քեզ, քննիր ինքդ քեզ, քո անձը։ Տես, դու արդյոք համապատասխանում ես Եսայի մարգարեի 61-րդ գլխի այդ ամբողջ պարբերության։ Համապատասխանում ես։ Ասում է դու քո հոգու տաճարը կառուցելուց պետք է նայես, թե ում ես թույլ տալիս բնակվել քո մեջ։ Չարին, թե բարին։ Նախանձը, թե նվիրվածությունը։ Ատելությունը, թե ներողամտությունը։ Սերը, թե դրա փոխարեն այն բոլոր թշնամանքը, որ մատուցում ես դիմացին։ Ուրեմն այս բոլոր հարցադրումները մեկ առ մեկ կարող են թվարկել, 100-ից ավել կարող է լինել այս բոլոր հարցադրումները եւ տարանջատել, երկու նժարի վրա դնել ու տեսնել մեր մեջ գտնվողը մենք ինչպես ենք ինքներս մեզ դրսևորում եւ իբրև քրիստոնյա, իբրև Աստծո զավակ, իբրև հավատացյալ, մենք արդյոք արժանի ենք Աստծո գնահատանքին։ Եթե այնքան ազնվություն ունեցար, եթե այնքան բարձ ու շիտակ ազնվություն ունեցար, ու ինքդ քո առջև կանգնած, հայրու առջև կանգնած, ասեցին, որ ես անպետք ծառայեմ, անպետք դուստրեմ, որովհետև իմ մեջ բնակվում է չարությունը, նախանձը, բարկությունը, ծուլությունը, ագահությունը, որգրամոլությունը, ատելությունը, հպարտությունը եւ այլ տարատեսակ մեղքեր, որոնք որ իմ մեջ կան, ուրեմն նշանակում է Աստված ինձ չի ընտրել։ Այս դեպքում ինչ է տեղի ունենալու, եթե մեր մեջ Աստված չի կարող բնակվել, այսպիսի մարդու մեջ Աստված չի կարող բնակվել։ Ուրեմն Եսայի մարգարեի խոսքով ասած, Աստված բնակվում է նրանց մեջ, ովքեր որ առաջին հեզու խոնար են, ովքեր որ նվիրյալ են, ովքեր որ ենթարկվում են, եւ ովքեր որ առաջնորդվում են Տիրոջ կանոններով, Տիրոջ պատգամներով, սիրով, ջերմությամբ, նվիրվածությամբ, ներողամտությամբ, հարգանքով, պատով, ես ամեն ինչը բարփակված է մեկ մարդու մեջ։ Եթե այդ ամենը չկա, ուրեմն ինչ է տեղի ունենալու, հետևություն։ Եթե ասում է դու զոհ մատուցես, ինչ սրտով էլ ուզում ես մատուցի քո զոհը, միևնույն է, դա գարշանք է լինելու Աստծո համար։ Նույնն է թե խոզ մորտես, նույնն է թե շուն մորտես, եթե ոչխար ես մորտում մատաղ անելու համար, Աստծո համար է տերածը մատաղը իբրև թե շուն ես մորտել Աստծո համար։ Եթե բարություն անես որևէ մեկին, ասում են նույնն է թե սատանային ընծայ ես մատուցում։ Եթե թեկուզ փորձում ես ինչ-որ մի բարեգործություն կատարել, նույնն է թե չարին, հեթանոսին կամ անաստված մեկին ձեռքես մեկն։ Եվ այսպես շարունակ, ասում են եթե խնդարություն ես կատարում, նույնն է թե սատանային երկրպագում ես։ Եթե պատարակ ես մատուցում, պատարակի ընթացքում մոտենում ես հաղորդության, ուրեմն նշանակում է, թե քո դատապարտությունն ես կրում ինքդ քո վրա։ Ուրեմն տեսեք մենք իբրև մարդ, իբրև քրիստոնյա, իբրև հավատացյալներ, ինչքան սխալներ ունենք մեր մեջ։ Արդյոք այդ սխալները մաքրում ենք ամբողջ տարվա ընթացքում։ Հիմա մտնում ենք նոր տարի, մտել ենք, չէ՞։ Նոր տարվա ամենաառաջին շեմը Տիրոջն ենք դիմավորում, քանի որ անդրանիկ տարի է համարվում, նոր տարով, նորովի, նոր կյանք, նոր իմաստ, նոր նպատակ, եւ մենք էլ Տիրոջը պետք է դիմավորենք։ Տիրոջը ինչպես ենք դիմավորում, Տերը ինչպես եկավ, հրով, սրով, պատերազմով, եկավ բոլորին բնաջնջելով, խռովություն հաստատելով, բաժանելով, սև ու սպիտակի բաժանելով, մեկին քննադատելով, մեկին պախարակելով, մեկին անպատվելով, մեկին ամբողջ աշխարհով ստորացնելով, այսպես եկավ Տերը։ Չեկավ, ինչպես եկավ, իբրև մանուկ։ Հեզ, խոնար եւ անգամ այն փափուկ անգողինը չունեցա, որտեղ որ կարող էր ծնվել նա, ինչ որ մենք բոլորս ունենք։ Ցանկացած մեկ մայր, որ ծննդաբերում է, փափուկ անգողնու մեջ է ծննդաբերում։ Բայց ում է ծննդաբերում։
Պատկերացրու։ Ցանկացած մեկի երեխան մեզանի, ցանկացած մեկի ծնված երեխան արդեն իսկ մեղքի մեջ է ծնվում։ Ուրեմն մեղավոր երեխան փափուկ անկողնու մեջ է ծնվում։ Մեզանի ծնված յուրաքանչյուր երեխա մեղավոր է։ Եվ ծնվում է փափուկ անկողնու մեջ։ Առոք, նվերներով, զարդարանքով, հրավառություններով, ծաղիկներով։ Տեսեք ինչպես են դիմավորում ենք ծննդատանը մեր երեխաները։ Իսկ ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ միակ անմեղն էր, միակ սուրբն էր, որ իր վրա անգամ չէր կրում Ադամի եւ Եվայի գործած մեղքը, ծնվեց որտեղ։ Մսուրի մեջ, սովորական գոմի մեջ, խոդի վրա, հես, խոնար, ոչինչ չուներ, ծածկելու հարմարանք չուներ։ Մենք որ մեր երեխաներին ծնում լույս աշխարհ են բերում, մեր մայրերը նախապատրաստում ենք, ինչ տեսակի բողջեք, չգիտեմ ինչ տեսակի կտորներ, շորեր, թանկարժեք, պատրաստում ենք, որպեսզի կարողանանք մեր երեխային հագցնել կամ փաթաթել։ Իսկ Հիսուս Քրիստոսի փաթաթելու միակ պատանքը եղավ ինչ խոտը։ Խոտով ծածկեց Մարիամ Աստվածածնի Հիսուս Քրիստոսի մերժությունը։ Հեզության աստիճանը նայեք։ Եվ սա որպես օրինակ է յուրաքանչյուր քրիստոնյայի, եթե քրիստոնյան ինքն իրեն մեծամտի տեղ է դրել ու համարում է, որ ինքը ամեն ինչ է այս աշխարհի մեջ, եթե ինքը իրանից ինչ-որ մի բան է ներկայացնում այս աշխարհի մեջ, առաջին հերթին պետք է նայի տարվա սկզբին ծնված Հիսուս Քրիստոսը։ Պետք է նայի տեսնի, թե իբրև Քրիստոս, իբրև Աստծո որդի, որ եկավ այս աշխարհ, ինչպես եկավ։ Հերով, սերով, տառապանքով, մարդկանց մեջ թույն ու չգիտեմ թարախ սերմաններով, չէ։ Եկավ խաղաղությամբ, եկավ հեզությամբ, եկավ հնազանդությամբ, եկավ խոնարհությամբ։ Ուրեմն սա որպես օրինակ պետք է ծառայի մեր յուրաքանչյուրիս համար անգամ ամեն մեկ տարվա սկզբին։ Եթե ուզում ենք մեր տարին լավով ապրենք, եթե ուզում ենք դժբախտությունների շեմերից ազատվենք, եթե ուզում ենք դառնությունների ցավի ու վշտի ատելությունից ձեռք ազատվենք, ուրեմն պետք է մեր կյանքը, մեր տարին սկսենք Հիսուս Քրիստոս մանուկի նմանվելով։ Խոնարհությունը մեր մեջ ունենալու ամենաառաջին կետը սա է։ Հեզություն, խոնարհություն, հնազանդություն։ Հեզություն, խոնարհություն, հնազանդություն։ Այս երեք կետերը շատ կարևորագույն են յուրաքանչյուր հավատացած քրիստոնյայի համար։ Ուրիշ բանով բարձենալ պետք չէ։ Եթե դու էլի ուրիշ անգամներ եղել եմ միշտ իմ քարոզների մեջ արտաբերում եմ, ասում եմ Աստվածաշունչը անգիր գիտես, քրիստոնեական կանոնները անգիր գիտես, միշտ պատարակների թեւուց մասնակցում ես, միշտ խորհուրդների մասնակցում ես, միշտ քրիստոնեական խորհուրդներին հետևում ես, եկեղեցական քարոզխոսություններն ու կանոնադրություններին հետևում ես, Աստծո օրենքներին հետևում ես, բայց քո ներսում խոնարհություն, հեզություն ու հնազանդություն չկա, այս երեք բաները չկա։ Դու ճշմարիտ քրիստոնյա չես։ Դու չես կարող նմանվել Աստծուն։ Այլ մենք պետք է նմանվենք Աստծուն, ասում է, եթե ուզում ես Աստծո շնորհ գտնես, նմանվիր Տիրոջը։ Կատարյալ եղիր, ինչպես քո երկնավոր հոր հայրն է կատարյալ։ Մենք երբևէ ձգտում ենք կատարելության։ Երբեք չենք ձգտում կատարելության։ Մենք ուզում ենք լինել այն, ինչ որ ուզում ենք լինել։ Չենք ուզում լինել այն, ինչ որ Աստված է ուզում տեսնել։ Դրա համար մեր կյանքում ոչ մի փոփոխություն չի լինում։ Տարիներ անցնի չենք փոփոխվելու։ Բարի խոսքեր ասեն մեզ չենք փոփոխվելու։ Ինչ էլ լինի մեր կյանքի մեջ չենք փոփոխվելու։ Են որ թեկուզ եւ բերում կապում ենք նյութականի հետ, բերում կապում ենք տնտեսականի հետ, բերում կապում ենք սոցիալականի հետ, դրանք են սուտ։ Թեկուզ ցանկացած մեկը միլիարդների մեջ լողնա, էլի դժբախտ է լինել։ Ցանկացած մեկը 100 հատ ոսկե պատերով տներ ունենա, էլի դժբախտ է լինել։ Ցանկացած մեկը առոք փառոք ապրի, ամբողջ աշխարհի իր սեփականությունը լինի, էլի դժբախտ է լինել։ Ցանկացած մեկը
իր 4 բոլորը իրեն հարգեն, պատվեն, թեկուզ խոնարհվեն իր առաջ, մեկ է ինքը դժբախտ է լինելու։ Ամեն ինչի մեջ, այս աշխարհի մեջ ինքը հաջողակ եղավ, էլի դժբախտ է լինելու։ Ինչի համար, որտեղ ինքը իբրև քրիստոնյա իր մեջ չունի ոչ հեզություն, ոչ խոնարհություն, ոչ հնազանդություն։ Ուրեմն քրիստոնյայի միակ առավելությունը այս 3 բաների մեջ է, որ այսօր Հիսուս Քրիստոսի ծնունդով մեր Տերը մանուկը իբրև հայտնվեց մեր մեջ, ասում են Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Էլա օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, ասեցինք ու անցանք գնաց։ Ոչ թե պետք է ասենք ու անցնենք գնանք, այլ պետք է ասենք ու կատարենք, ապրենք այդ հայտնությամբ։ Մենք պարտավոր ենք իբրև քրիստոնյա ապրելու հայտնությամբ։ Ոչ թե ասենք, խոսք է, ասենք, ասենք գնանք։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց, ինչպես հայտնվեց։ Իբրև խոնարհ մանուկ։ Ցույց տվեց, որ բոլորը պետք է լինեք իմ նման, իբրև մանուկ։ Ոնց որ մանուկն է անշահախնդիր, այնպես է յուրաքանչյուր քրիստոնյա պետք է լինի անշահախնդիր։ Ոնց որ մանուկն է անմեղ, այնպես է յուրաքանչյուր քրիստոնյա պետք է լինի անմեղ։ Ոնց որ մանուկն է միշտ խոնարհ, լսող է, չէ՞, լսում է։ Ինչ էլ անի, մի փոքր ծանի տեմպը բարձրացնում ես, ինքը լսում է քեզ։ Կամ մի հատ ջանու ջիգար ես անում, լսում է քեզ։ Ուրեմն այնպես է յուրաքանչյուր քրիստոնյա պետք է լսի, լսելու կարողություն ունենա եւ հեզության կարողություն, որպեսզի կարողանա նմանվել Քրիստոսին։ Դրա համար որ ասում են Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, այդ հայտնությունը մեզ համար իբրև պետք է լինի հոգու հայտնություն, հոգեվոր խաղաղություն։ Հայտնությունը պետք է Քրիստոսի մեր մեջ տեսնենք։ Իսկ եթե եկեղեցու դուրս գանք, նորից շարունակենք մեր կյանքով ապրել, ինչպես որ մտածում ենք, ինչպես որ խոսում ենք, ինչպես որ գործում ենք, ինչպես որ անհաշտ ենք ընտանիքի մեջ, անհաշտ ենք սիրո մեջ, անհաշտ ենք մեկս մյուսի փոխհարաբերության մեջ, հարևանության մեջ, բարեկամության մեջ, ինքներս մեզ հետ անհաշտ ենք, ուրեմն նշանակում է Քրիստոս չի հայտնվել մեր մեջ։ Ուրեմն այդ տվյալ մարդու համար Քրիստոս չհայտնվավ։ Թող չասի երբեք սուրբ ծնունդ ենք նշում։ Թող չասի թե երբեք Քրիստոս եկավ իր համար։ Հիսուս իբրև մանուկ իր համար եկավ, իր համար օրհնություն բերեց։ Այն ճրագը, որը որ պատարագի վերջում անգամ տանելու եք մեր տուն, վաղն էլ ջրորդնյաց արարողությունն է, որ Քրիստոսի մկրտության խորհրդանիշ ունի, ինչպես ասում է պատմությունը, ավանդությունը 30 տարի հետո, Քրիստոս ծնվելուց 30 տարի հետո, նույն օրը Հիսուս Քրիստոս եկավ մկրտվեց Հորդանան գետնում Հովհաննես մկրտչի կողմից։ Դրա համար ջրորդնյաց արարողությունը խաչվոր ջուրն ենք ինչ ասում, այսինքն Տիրոջ փառքն ենք վերհաստատում աշխարհի վրա, այդ իմաստով է, որ միակ փրկության ճանապարհը մկրտությունն է, միակ խաղաղության ճանապարհը խաչն է։ Ուրեմն երբ որ այս ամեն ինչը մենք տեսնում ենք, բայց չենք ապրում, դրա մեջ չկանք, չենք ապրում, հայտնության մեջ չկանք, ծնունդի մեջ չկանք, ուրեմն նշանակում է, թե մենք այդպես էլ չտեսանք ու չճաշակեցինք Տիրոջը։ Այդպես էլ մեզ համար Քրիստոս չծնվեց։ Այդպես էլ մեր կյանքում ոչ մի փոփոխություն չի եղել եւ չի կարող լինել։ Աստծուց ոչինչ չսպասենք։ Եթե մեր մեջ չկա ելի եմ ասում խոնարհություն, չկա հնազանդություն եւ չկա խոհեմություն։ Ուրեմն նշանակում է, թե մենք իբրև քրիստոնյա բացարձակապես կապ չունենք Աստծո հետ։ Կապ չունի թե քրիստոնյա ես ինքս ասում։ Հետ կապ չունի։ Շատերը կան այսօր քրիստոնյա են, իրենց համար աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր վայրերում։ Հարցնես կասի, այ ես քրիստոնյա եմ։ Թեկուզ եւ խաչը կապի պարանոցի, թեկուզ չկապի։ Կամ խաչը կրկվի, ինչ կերպ ուզում է խաչը կրկվի, ուզում է ուղիղ խաչը կրկվի, ուզում է թարս խաչը կրկվի։ Ինքն իր քրիստոնյա համարի Աստծուց մեկ երկու հատ բան բլբլա իմանա իբր։ Դա չի նշանակում թե ինքը քրիստոնյա է։ Քրիստոնյա միայն նա է, ով որ նման է մանուկ Հիսուսին։ Եթե դու նման չես մանուկ Հիսուսին, եթե Աստված չի հայտնվել քո մեջ, ուրեմն նշանակում է թե դու քրիստոնյա չես։ Դու կամ հետանոս ես կամ սատանա։ Ուրիշ ոչ մի բան։
Ուրեմն մտորել է պետք այս մասին։ Աստված եւս մեկ անգամ այսօր Սուրբ Ծննդյան այս գիշերը մեզ ավետիս է փոխանցում Սուրբ Սեղանից եւ ասում է. նմանվեք ինձ։ Ես հայտնվել եմ ձեզ, դուք էլ ապրեք այդ հայտնությամբ։ Այն լույսը, այն ճրագը, որ իմ լույսն է, իմ ճրագն է, իմ ջերմությունն է, որ տանելու եք ձեր օջախներ, ձեր շեմերից ներս, չպետք է տանեք տնեք տուն, ասեք հեսօր էր ներ պարտքը կատարեցին ու պրծան։ Էլի այրևքին առանձին ապրեցին, բաժան ապրեցին, ատելությամբ լսվեցին, էլի ընտանիքի մեջ սկեսնույր ու հարս իրար հետ չունեն, քույր ու եղբայր թշնամի են, հարազատ բարեկամ իրարից անջատ, էլի տարվա մեջ մեկ անգամ են նոր տարվա պետք է տեսնեն բարևտան, ասեն խաղաղության տարի լինի, բայց իրանք բացարձակ խաղաղության կողմնակից չեն, որովհետև մեկին թշնամի։ Էլի ազգով իրար միս պետք է ուտենք, ազգով իրար փոր պետք է թափենք, հերի չէ, դեմարդեմ չեն կարողանում մարդուն ինչ-որ մի բան ասենք, կամ վախենում ենք, կամ չէ, և յուղում ենք, որ կբռնվենք, հայտնվում ենք ինտերնետի մեջ, վերեմներիցս գալացածը մեկին ասում։ Մեկի էկրանից եկով մեզի չեն տեսնում, ինչ ասես կարաս ասես։ Ու սրանով համարում ենք, թե մենք քրիստոնյա ենք, համարում ենք, թե Սուրբ Ծնունդ ենք նշում։ Եթե այսպես պետք է նշենք Սուրբ Ծնունդ, ազգովի, սա իբրև մեսեջ, իբրև հորդոր, իբրև հրահանգ է, իմ կողմից բոլոր հավատացյալ ժողովուրդ։ Եթե այսպես պետք է շարունակենք մենք Սուրբ Ծնունդ նշել, այսպես պետք է ինքներս մեզ քրիստոնյա հավարենք, լավ է չապրենք։ Հենց վաղն է վերցնենք մեռնենք, ամսի 7-ին մեռելուց։ Մեր մենջեցյալների, մեռելների հետ մենք էլ մեռնենք, թող մեկ ուրիշը գա, մեր փոխարեն հոգեհանդիսյան կաղկատա մեր դիակի վրա։ Ուրեմն եթե որպես քրիստոնյա, ուրեմն պարզ մաքուր քրիստոնյա։ Եթե քրիստոնյա եք, եթե տարին դիմավորել եք Տիրոջով, ավետիսով, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեր մեջ, ուրեմն այդ հայտնությունը փորձեք ապրել։ Խաղաղությամբ, հեզությամբ ու հնազանդությամբ։ Իսկ եթե պետք է նորից շարունակենք խռովություն, պետք է նորից շարունակենք իրար միս թափել, իրար միս ուտել, իրար անիծել, հնովել, պախարակել, ստորացնել։ Ուրեմն իզուր ենք եկել, այստեղ այս ճրագը տանելու, ժողովուրդ, իզուր ենք եկել։ Այս ճրագը հարամ է լինելու մեր օջախի համար։ Այս ճրագը կտանենք մեր տուն, եթե մեր սրտերը մաքուր չեղան, եթե մեր հոգիները մաքուր չեղան, եթե պայման չկնքեցինք Աստծո հետ, հաղորդությունը ստանալուց հետո, Տիրոջ ծնունդը նշելուց հետո չգնացինք մեր օջախ չփոխվանք, նորից անցյալ տարվա կարգավիճակով ապրեցինք, ուրեմն իմացեք, այդ լույսը, որը տարել ենք այսօր մեր տուն, ուրեմն վաղը դա դրվելու է մեր սնարի դիմաց։ Վարվելու է, որպեսզի լուսավորի այն մարդկանց, ովքեր որ գալիս են մեզ հուղարկավորել։ Ուրեմն դրա համար այդ լույսը պետք է դառնա մեր հոգու պայծառության լույսը, մեր մտքի պայծառության լույսը, մեր խաղաղության լույսը, մեր նվիրվածության լույսը, մեր համերաշխության լույսը, մեր բարեկամության լույսը, ոչ թե թշնամանքի լույսը։ Այս դրա համար պետք է տանեք այս լույսը այսօր։ Եթե այդ նպատակով եք տանելու, տանեք։ Թող 10 պատիկը Աստված օգնեցես։ 100 պատիկը տացես։ Ինչ պակասել է ձեր կյանքում երապատիկ ավելան։ Ում այս տարի որ մտել եք, այս շեմը մտել եք, դեռ նոր եք մտել, չգիտեք տարին ինչպես է սկսվելու կամ ինչպես է ավարտվելու, թող ամեն օրը բացվող լուսաբացի նման լինի, այն շողացող արևի նման լինի ամեն մեկի օջախի մեջ։ Այդ տարվող լույսի հետ միասին։ Իսկ եթե այսպես չպետք է ապրենք, եկեք չխաբենք ոչ Աստծուն, ոչ ինքներս մեզ, եւ ոչ էլ կանգնենք հայելու առաջ ու ասենք ես արտար մաղթեմ, ես սիրող քրիստոնյա եմ, փորձենք սաղմոսներ ասել, սուտ կեղծ, փորձենք ինչ-որ մարդկանց աչքերի թոս փչել, որի պրտե մենք լավ հավատացյալներ ենք, մեր մաքուր հավատացյալը, մենք մեր եկեղեցու հետևորդներն ենք, մեր Հայաստանի այս առաքելական սուրբ եկեղեցու զավակն ենք, մտահոգված ենք այդ եկեղեցու։ Այսպիսի կեղծ մեծ բաներ Աստված տեսնում է, վերևից տեսնում։ Ես ձեզ կարող խաբեմ, դուք էլ ինձ կարող խաբեմ։ Բայց Աստծուն ոչ ոք չի կարող խաբել։
Աստված կարդում է յուրաքանչյուրի միտքն ու հոգին։ Եթե մանուկ Հիսուսը տեսավ, մենք հայտնապես չենք ապրում իր հետ, այդ հայտնությունը, որ մեր այսօր Աստված եկավ Ավետիսի դեպ փոխանցեց մեզ, այդ հայտնությունը մեզ համար ոչինչ է, մեր կյանքում ոչինչ չի փոխվելու։ Ուրեմն իզուր է, որ մենք իբրև քրիստոնյա ենք կոչվել։ Ուրեմն դրա համար թող այսօրվա Ավետիսը Քրիստոսը նավ եւ հայտնեցավ, այդ Ավետիսը ուրեմն լույսի նման սփռի եւ մտնի յուրաքանչյուրի սիրտ, յուրաքանչյուրի հոգի, յուրաքանչյուրի ընտանիք, փոխելու մեզ, փոխելու մեր նիստուկացը, փոխելու մեր ապրելակերպը, մեր վարմունքը, մեր վարքը, որպեսզի գոնե 2026 թվականը, որ նոր ենք սկսել, ոչ թե սկսենք թշնամաբար, այլ սկսենք սիրով ու ջերմությամբ։ Մեկս մյուսին տեսնելուց ոչ թե ասենք տեսնել չեմ ուզում, այլ ամեն տեսնելուց ասենք ջանց հավատամ։ Որովհետև դու իմն ես, ես էլ քոնն եմ, քանի որ մենք բոլորս Հիսուս Քրիստոսի մարմնի անդամակիցներ ենք։ Այս ավետիսն է, որ այսօր Տերը ևս մեկ անգամ իր ծննդով հայտնեց մեզ։ Ուրեմն թող այդ հայտնությունը միշտ բնակվի մեր մեջ։ Այժմ եւ հավիտյան սամեն։ Քրիստոսը նավ եւ հայտնեցավ։ Քրիստոսը նավ եւ հայտնեցավ։ Քրիստոսը նավ եւ հայտնեցավ։ Մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Եվ